Իմ գյումրեցիներ, իմ համաքաղաքացիներ, 2025 թվականը մոտենում է իր ավարտին։ Ցավոք պետք է արձանագրենք, որ Գյումրու քաղաքապետ պարոն Ղուգասյանը եւ հոգեվոր թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը գտնվում են անհարգի բանդարգության մեջ։ Դա ասված 2026 թվականին արդարությունը վերականգնվի եւ նրանք լինեն ազատության մեջ, քանի որ երկուսն էլ մեկը հոգեվոր, մյուսը երկրի շահերի եւ քաղաքականության համար պայքարող արտարության մարտիկներ են։ Ես ուզում եմ ամփոփ ներկայացնել, դուք տեսել եք իմ գյումրեցիներ բոլոր բաժինների աշխատանքները եւ նրանք իրենց խոսքը ներկայացրել են, թե 8 ամիսների ընթացքում Գյումրիում ինչ մեծածավալ աշխատանքներ է կատարվել պարոն քաղաքապետ Վարդան Ղուգասյանի հանձնարարականներով եւ նրա ծրագրերով։ Ես արձանագրում եմ մի կարևորագույն հանգամանք, որ Գյումրու քաղաքապետարանի բյուջեն 94% եւ ավելին կատարել է։ Այսինքն 2026 թվականը մենք մտնում ենք կատարողական բյուջեով, որը սուբվենցիոն ծրագրերի համար կարևորագույնն էր։ Մենք օգտվելու ենք այդ սուբվենցիոն ծրագրերից անպայման։ Ես նաև պետք է նշեմ, որ այս ամեն ինչ կատարվել է այս 8 ամիսների ընթացքում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանի դրված ծրագրերն ու նրա հիմքերն են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ավականիներին, ովքեր կողմ քվեարկեցին Գյումրու բյուջեին, 5 տարիների զարգացման ծրագրին եւ շարունակում են լինել մեր կողքին եւ աջակցում են մեր ծրագրերին։ 2026 թվականը լայնածավալ աշխատանքների տարի է լինելու։ Գյումրու քաղաքապետը մեծ նշաձող է դրել մեր դիմաց եւ փորձենք մենք բոլորս միասնական այդ ամեն աշխատանքները հասցնել իր բնականոն ավարտին։ Ընդգրկված են եւ սոցիալական ոլորտը, եւ կրթությունը, եւ մշակույթը, եւ սպորտը։ Նաև նշելու եմ, որ սոցիալական բնակարանաշինություն է լինելու Գյումրու քաղաքապետարանի բյուջեով։ Նշեմ, որ անցած տարիներին բազմազավակ ընտանիքներ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանի կողմից տրվել է սոցիալական բնակարաններ։ Սոցիալական բնակարանաշինությունից բացի վերանորոգման աշխատանքներ է տարվելու բուլվարային թաղամասում։ Իմ գյումրեցիներ, ավարտելով խոսքս ուզում եմ ամանորյայի մաղթանքներս փոխանցել ձեզ։ Եղեք միամուր, եղեք միասնական, մի վախեցեք։ Աստվածաշնչի մեջ 365 անգամ գրված է մի վախեցիր։ Այսինքն ամեն օրվա համար Աստված ասել է մի վախեցիր, որովհետև ես այնտեղ եմ։ Շնորհավոր ամանոր եւ գալիք Սուրբ Ծնունդ։ Թող Աստված պահե պահպանե Հայաստանի Հանրապետությունը, Գյումրի քաղաքս եւ հայ ժողովրդին։